պաշտոնները ստացել են, սրանք չեն էլ հասկանում ինչի մասին է խոսքը, ինչն են ղեկավարում, դրա համար է իրավիճակը սենց երկրում։ Ակնհայտ հաղթանակները պարտություն մատնվեցին, տարածքները զիջվեցին, երկիրը կորցրեցինք, մենք հայկական մի հատ հանրապետություն ենք կորցրել, մի հատ պետություն ենք կորցրել։ Երկու անգամ Լիբանանից մեծ պետություն ենք կորցրել։ Ում հետ մենք ճգնաժամ ունենք։ Իրանց ասելով Ադրբեջանի հետ ախպերությունն է, Թուրքիայի հետ ախպերությունն է, Իրանի հետ բարեկամությունն է, Վրաստանի հետ բարեկամությունն է, Ռուսաստանի հետ է միայն խնդիրները, Միացյալ Նահանգների հետ լավ ենք, Ֆրանսիայի հետ լավ ենք, բոլորի հետ լավ ենք, բացի Ռուսաստանից, չէ՞։ Ինքն է ասում։ Ինքը ասում է, որ բանա, ճգնաժամ չկա, ես ասում եմ կա, բայց Ռուսաստանի իշխանությունները, բարձրաստիճան պաշտոնյաները, առավոտից իրիկուն խոսում են ճգնաժամերի մասին։ Հեսա կտեսնենք ամսի 28-ին թե 29-ին ճգնաժամ կա թե չկա այդ ժողովի ժամանակ Եվրասիական միության։ Եկեք տեսնենք ճգնաժամ կա թե չկա, բայց ոչ ճգնաժամը ո՞նց է ալնում։ Մենք ուրիշ ձև ո՞րն է, այսինքն էլի չպետք է կարողանա անենք, ասենք այսօր մենք Հայաստանը նեղացած կեցված կանթուն է, Ռուսաստանն էլ Հայաստանից է նեղացած կետը, ճգնաժամը ո՞նց է ալնում։ Ոչ մի ժամանակ դες բան չի եղել։ Մենք բոլորի հետ հարաբերություններ ունեցել ենք, բայց նաև Ռուսաստանի հետ շատ լավ հարաբերություն ենք ունեցել։ Հիմա մենք այդ հարաբերությունները սկսում ենք փչացնել, վերջում ինչ անելու։